Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, ձեր զեկույցի մեջ ինձ հետաքրքրեց մի թիվ, ասացիք, որ պետական պարտքի մոտ 53%-ը ներքին պարտքն է, արդյոք եւ այն աճել է մոտ 24%-ով, 5 տարի առաջ 29%-ներ ներքին պարտքը, արդյոք սա նշանակում է, որ մեր քաղաքացիների վստահությունն է նաեւ աճել պետության նկատմամբ, այսինքն քաղաքացիները ավելի շատ են, ավելի մեծ պատրաստակամությամբ են պարտքով փող տալիս իրենց պետությանը, համոզված լինելով, որ տոկոսն մեջը վստահաբար հետ են ստանալու։ Մենք կարող ենք նման քաղաքական բնույթի եզրահանգում անել այդ թվից, սա մեկ, եւ երկրորդ, այդ հարաբերակցությունը 53, այսինքն արտաքինն էլ ստացվում է 47-ն է, մի քիչ ավելի բացված կասեք, ինչ է նշանակում քաղաքական առումով եւ նաեւ ֆինանսական անվտանգության տեսանկյունից։ Շնորհակալություն։ Ձեր հարցի ուղիղ պատասխանը կարելի է ասել, որ մեր քաղաքացիները միջնորդավորված են այս պահին, ամենայն դեպս մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին։ Այսինքն մեր մանրածախ վաճառքի ցուցանիշները դեռևս բարձր չեն, այսինքն մենք ուղիղ մեր քաղաքացիներին պարտատոմսեր մեծ քանակով չենք վաճառում, բայց մեր միջնաժամկետ նպատակն է այս ցուցանիշը բարելավել, այսինքն տեղի ունենում միջնորդավորված բանկերի միջոցով հիմնականում եւ կենսաթոշակային ֆոնդերի միջոցով։ Մեծ հաշվով սա նշանակում է, որ մեր երկրում խնայելու մակարդակը մեծացել է, այսինքն եկամուտների բարձրացման հետ միասին մեր քաղաքացիները եւ բիզնեսները ունեն խնայողություններ, որոնք ուղղվում են պետական գանձապետական պարտատոմսերի գնմանը։ Սա նշանակում է նաեւ, որ շուկան է զարգացել գանձապետական պարտատոմսերի, այստեղ կա ակտիվություն, որը նաեւ պայմանավորված է պարտքի բավարար ծավալով, որը պետք է լինի շուկայում այդպիսի զարգացում ապահովելու համար։ Իսկ պարտքի կառավարման տեսանկյունից շատ չափազանց կարևոր է, որովհետեւ եթե հիշում եք 22 թվականից հետո, երբ որ դրամը արժևորվեց եւ մեր պարտքի մակարդակը նվազեց, տնտեսական աճի հետևանքով նաեւ մտահոգություններ կային այն մասին, որ երբ դրամը հետ արժեզրկվի, պարտքը կվերադառնա իր հին տեղը։ Հիմա նման բան տեղի չի ունենա, որովհետև մենք այս ընթացքում կարողացել ենք կառուցվածքը փոխել եւ արտարժույթի գնի փոփոխությունը այլևս շատ ավելի փոքր մակարդակով է ազդում մեր պարտքի զգայունության վրա եւ դրա կառավարելիության չափազանց կարեւոր ցուցանիշ է։ Մի քիչ ավելի բացված մեկնաբանեիք այդ միջնորդավորված պարտք տալը որն է, այսինքն ումից է պետությունը ներքին պարտք վերցել, եթե ոչ մեծամասամբ անհատ քաղաքացիներից, ումից է վերցել եւ ում պետք է վերադարձնի եւ ովքեր են այս սուբյեկտները, որ վստահել են իրենց փողը պետությանը։ Հիմնական մասնակիցները բանկերն են, բանկերը փողը ներգրավում են քաղաքացիներից որպես ավանդ եւ այդ ավանդ վերցրած գումարը մի մասը, նաև իրենց պորտֆելի կառավարման տեսանկյունից գնում են պետական գանձապետական պարտատոմսեր։ Մյուս մասը մեր քաղաքացիների մյուս խնայողություններն են, որոնք կենսաթոշակային ֆոնդերում են։ Այստեղ հատկանշական է նաև այն, որ մենք ունենք օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրումներ նաև, որոնց կշիռը մեր պորտֆելում հասել է 10%-ի, այսինքն օտարերկրյա բանկեր փոխանակում են իրենց փողը արտարժույթից դրամ եւ դրամով գնում են մեր գանձապետական պարտատոմսերը եւ այս շուկան գնալով զարգանում է եւ այս մասնակիցների քանակը նաեւ այն պայմաններից մեկն է, որը ապահովել է մեր տոկոսադրույքների նվազումը։